Հարցս երկուսին էլ ուղղվում է, պարոն Հովհաննիսյան, Տիկին Ղազարյան։ Երեք մեր ձևով շարժման համակարգող պարոն Նարեկ Կարապետյանը մի տեսագրություն էր հրապարակել կարճ, որտեղ երևում է, թե ինչպես ժանգլյորի ժեստ անելով նա վերև է թռցնում, ապա ափի մեջ է առնում 10 դրամանոց, հայտարարելով, որ սա առաջին հայացքից գուցե թվում է 10 դրամանոց է, բայց սա Հայաստանի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է։ Ուզում եմ հարցնել, սա քաղաքականության մեջ նոր ժանր է, նախընտրական հեքիաթասացության ոճում, եւ որպես հավելում ասեմ, որ երեք կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանից հետո մեր ձևովի Facebook-յան էջում զետեղվել են երկու սկրին, որոնցից մեկում պատկերված է մեր ձևը, այսինքն իրենց ձևը 1 դրամ աշխատավարձ եւ ձեր ձևը, որը մեջբերում է պարոն վարչապետի երեկվա ելույթից ոտերներդ կջարդեմ։ Ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ անդրադառնալով 1 դրամանոց այդ անձնավորությանը, իմ դիտարկումը հետևյալն է, սա պետությունն է եւ պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք պետքա վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի համար եւ պետությանը մատուցեն բարձրորակ, լավ ծառայություն, զերծ կոռուպցիոն եւ այլ մեխանիզմներից։ Հիմա ձեր նշած անձնավորությունը ըստ էության, երբ որ հայտարարում է, որ կան մարդիկ կամ կա մարդ, ով պատրաստ է որպես վարչապետ աշխատել 1 դրամով, ըստ էության նման ծանր եւ պատասխանատու աշխատանք կատարել 1 դրամով, հարցեր են առաջանում, թե այդ մարդու կարիքներն ով է հոգալու, ով է կերակրելու այդ մարդուն, ով է հագցնելու այդ մարդուն։ Եվ այս հարցերի պատասխաններն ըստ էության տանում են այնտեղ, որ ուրիշներն են այդ ամեն ինչը անելու եւ հետեւաբար ուրիշներն են այդ մարդկանց միջոցով երկիրը կառավարելու։ Էլ չեմ խոսում, որ եթե մարդը իր աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, ուրիշ տեղից է այդ գումարը վերցնում, սև, մութ ճանապարհներով, ըստ էության այս հայտարարությունը պրիմիտիվ եւ նաեւ վտանգավոր հայտարարություն է, եւ ես կոչ եմ անում նման պրիմիտիվ հայտարարություններով չփորձել խաբել մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ծանոթ չեմ ձեր նշած հրապարակումներին, շնորհակալ եմ նաև տեղեկացնելու համար։ Ես կուզենայի նաև որպես լրագրողներ հետաքրքրվեք միգուցե կառավարությունը եւ գուցե նաև Տաշիր գրուպը այդ տեղեկությունը ունենա, թե արդյոք 1 դրամ ինքնարժեք ունեցող այդ գործիչի ներկայացրած կազմակերպությունը, օրինակ, որքան հարկային արտոնություններ է խնդրել եւ ստացել կառավարությունից վերջի տարիներին, արդյոք դա 1 դրամ է եղել, թե մի քանի միլիարդ դրամ։ Պետք է հասկանալ, որովհետև եթե չեմ սխալվում, ժամանակ առ ժամանակ պարբերաբար կառավարության նիստում այդպիսի որոշումներ են կայացվում, միգուցե էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին կարողանա որակյալ արձագանք տա, ամբողջական պատկերը ունենաք, եւ նաեւ ինչ վերաբերում է Հայաստանում աշխատավարձերին, ես համաձայն եմ իհարկե պարոն Հովհաննիսյանի հետ, պետք է մարդը ինչ որ տեղից վճարվի եւ ծառայի սպասարկի այն մարդկանց ումից վճարվում է եւ հետեւաբար մենք կարծում ենք, որ Հայաստանում պետական ապարատի աշխատողներ պետք է վճարվեն ժողովրդի հարկերից, որպեսզի սպասարկեն ժողովրդի կարիքները եւ այդ ժողովրդի կարիքների սպասարկման տրամաբանության մեջ ես ուզում եմ նշել, որ վերջին մեր քաղաքական թիմի կառավարման ընթացքում, այսինքն 2018-ից 2025 թվականի ընթացքում միջին աշխատավարձը 180,000 դրամից միջին նկատի ունեմ մասնավոր սեկտորը նույնպես ներառյալ 180,000 դրամից աճել է 300,000 դրամ, այսինքն 75%-ով։ Իմ ոլորտի վերաբերյալ կարող եմ ասել, որ ուսուցիչների միջինացված աշխատավարձը բարձրացել է շուրջ 85%-ով, գիտաշխատողների միջինացված աշխատավարձը բարձրացել է 200%-ով, թե առանձին մի ոլորտ է, միջինացված, որովհետև կան նաև աշխատողներ, որոնք 343-400% բարձրացում են ունեցել, եւ կարծում եմ տրամաբանական է, որ պետական ապարատում, եթե ոչ նույն չափ, ապա գոնե համադրելի մոտ ինչ որ փոփոխություններ պետք է տեղի ունենան, որովհետև այս համակարգում աշխատող մարդկանց աշխատանքի արդյունքն է, որ մենք հիմա ունենք այս վիճակագրական տվյալները։ Շնորհակալություն։